Ջազեմ, փոքր է դու ես խոսում։ Լավ, ես ասեմ։ Մասնակցել եմ երաժշտության 3 մակարդակներին, դասընթացների։ Հիմա գնում եմ Դիլիջան վեբ ծրագրավորում սովորելու։ Իմ ամենասիրելի ոլորտը Թումոյում լուսանկարչությունն է, մասնակցել եմ լուսանկարչության 3 մակարդակներին։ Ուզեցել եմ զբաղվեմ այդ նկարչությամբ, բայց հետո որ եկել եմ Թումո, այդ ֆիլմ ստեղծում ոլորտը ավելի ագրավ է, այնքան դուրս եկավ, որ իմ կյանքի հետագա պլաններում այդ ոլորտը տեսնում եմ, էլի։ Քրիքս էր գրանցել ինձ, հենց մի քիչ մտածում էի կարող է չգնամ, բայց հետո որ եկա Թումո, հասկացա, որ Թումոն մենակ ծրագրավորման մասին չի, այստեղ կան շատ հետաքրքիր ոլորտներ, բայց չգիտեի այդ մասին։ Օգտվել եմ Maya ծրագրից, որի ընթացքում մտածել եմ այդ ծրագրում, ստեղծելով 3D մոդելներ։ Իսկ լուսանկարչության ընթացքում հասցրել եմ սովորել, թե ինչպես ճիշտ օգտվել տեսախցիկից եւ ընդհանրապես ինչպես ճիշտ նկարել։ Դիլիջանում մասնակցել եմ նկարչության բոլոր 3 մակարդակներին էլ, սա իմ 3-րդ մակարդակի աշխատանքն է։ Հիմա հաճախում եմ լուսանկարչության առաջին մակարդակ։ Բացի Թումոյից հաճախում եմ երաժշտական դպրոց, նվագում եմ, երգում եմ, ասմունքում եմ նաեւ։ Կարում եմ կոմիքսներ ու երազանքս է, որ կոմիքսների գիրք անեմ։ Թումոն տալիս է նոր գիտելիքներ ամենաառաջինը, հետո նոր ընկերներ, նոր ծանոթություններ, մարզիչների հետ ծանոթություններ, որոնք շատ հաճելի են եւ օգնում են մեզ առաջարժվել եւ ավելի զարգանալ։ Շատ կուզեմ, որ փոքր քաղաքներում կամ գյուղերում լինեն Թումո բոքսեր կամ Թումո կենտրոններ, որովհետեւ Թումոն տալիս է այն հմտությունները, որը 21-րդ դարում մեզ բոլորիս շատ պետք է։ Շնորհակալություն։ Այդ մասը կգնի թողեք, կամ են որ վերջում ցես մասը առնում, որ չստացված կադրերն է այդ դնեք։